Տարին Հայաստանում իրոք սենսացիոն գտածոների տարի էր, որոնց մասին հայտնեցին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Եգիպտական բուրգերից ավելի հին, 5500 տարեկան կոշիկ, հագուստ, զարմանալի թարմ պահպանված մրգերի կորիզներ, խեցեգործական իրեր, գինեգործական սարք։ Այս ամենն, ինչպես գիտեք, գտնվել է Նորավանքի մոտակայքում, Արենի քարանձամում։ Եվ ով գիտի, թե էլ ինչ գաղտնիքներ կարող էր բացել այս քարայրը, եթե դրա սրահներից մեկը չպայթեցվեր, իսկ մյուսում պարզապես ռեստորան չկառուցվեր։ Ճանապարհորդություն դեպի անցյալ, մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ հազարամյակներ, Արենի քարայրն է, հնագետների հավաստմամբ այն 70-ից 100 միլիոն տարվա կրաքարային գոյացություն է, պատմության ընթացքն այստեղ կարծես կանգ է առել, մեր պատկերացումից դուրս ինչ-որ ժամանակահատվածում այստեղ մարդիկ են ապրել, ու մի զարմացեք, նաև ստեղծագործել։ Վերհիշենք, աշխարհում հայտնաբերված ամենահին 5500 տարեկան կաշվե կոշիկը հենց այս քարայրում հայտնաբերվեց։ Հայ եւ իռլանդացի գիտնականների խումբն ապշած էր, 37 համարի ոտնամանը այնքան թարմ էր, որ կարծես վերջերս էին թողել քարայրում։ Քանի որ մեր քարայրում այն շատ լավ է պահպանված, մենք կարող ենք ուսումնասիրել ուրեմն այդ մարդկանց տնտեսությունը, ամենօրյա կյանքը, ծեսերը, կրոնական ինչ-որ հարցեր։ Հետո հայտնաբերվեց գինեգործական համալիրը, մարդը խաղողի մշակման հանճարեղ պարզ մեխանիզմ էր մշակել։ Շատ էր հիշեցնում մեր պապերի սարքած գինու հնձաները գյուղերում, եւ այնտեղ շատ մեծ քանակությամբ խաղողի մնացորդներ են գտել, կորիզներ, տարբեր չորացած վիճակում խաղողեր արդեն չրեր էին դառել։ Գտնվեցին նաև մարդկության պատմությանը հայտնի ամենահին զգեստը, մարդկային կմախքի մնացորդներ, զարդեր, անգամ 5-6 հազար տարվա վաղեմություն ունեցող մարդկային ուղեղ։ Գիտնականները համոզվեցին, այստեղ թիսական բազմամարդ թաղումներ են կատարվել։ Խնձեքարե դարը ուսումնասիրված չի Հայաստանում։ Եթե Վրաստանում եւ Ադրբեջանում այն քիչ թե շատ ուսումնասիրված է, Հայաստանում դեռ նոր է սկսվում ուսումնասիրությունը։ Այո, չեք սխալվել, հրաշալի պահպանված խաղողի կորիզներ, ողկույզներ, սերմեր, չրեր, պարաններ։ Դժվար է հավատալ, բայց սրանք հազարավոր տարիների պատմություն ունեն։ Բնական, փակ եւ չոր սառնարան։ Հենց սա է գտածոների լավ պահպանման գաղտնիքը։ Այսպիսի հնավայրեր աշխարհում շատ քիչ կան։ Սերմերի ուսումնասիրությունը թույլ կտա մեզ հասկանալ, թե ինչ կլիմա է եղել 6000 տարի առաջ, ինչ բույսեր են աճել, ընդհանրապես ինչ անտառներ են այդտեղ եղել։ Թե ովքեր են ապրել այս տարածքում, ինչ լեզվով են խոսել, դժվար է ասել, սակայն մի բան հաստատ է։ Արենի քարանձավը պղնձե դարաշրջանի մարդու կյանքի բոլոր հետքերը պահպանել է զարմանալի խնամքով։ Առաջինը դա քարայրի միկրոկլիման է։ Ջերմաստիճանը միշտ նույնն է քարայրում։ Երկրորդն է, ուրեմն շերտերը զմռսված են թրիկի հաստ շերտով։ Ցավալի է մի բան, հնագետները քարայրի 3 սրահներից միայն մեկն են կարողացել ուսումնասիրել։ Մի սրահում ժամանակին ռեստորան է կառուցվել, մյուսն էլ պայթեցվել է։ Մեկ սրահի պեղումներ առայժմ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ են տվել։ Այնպես որ ձմռան ընթացքում դադարած հայ-իռլանդական հնագիտական պեղումները կվերսկսվեն ամռանը։ Լիանա Ռաֆայելյան, Վահե Պողոսյան, Հորիզոն։